Ինչ կանեիք ձեր երեխային փրկելու համար։ Կստեիք, կխախտեիք հոենքը։ Պատկերացրեք մի կին։ Նա մտնում է ոստիկանություն։ Նա խոստովանում է սարսափելի հանցանք։ Նա մարդու է վրաերթի ենթարկել եւ փախել է, բայց փորձառու քննիչը նրան չի հավատում, ոչ մի բառի։ Նա տեսնում է կնոջ աչքերը, այնտեղ մեղքի զգացում չկա, միայն անսահման վախ կա։ Նա հասկանում է, այս կինը ինչ որ մեկին է պաշտպանում, բայց ում եւ ինչ գնով։ Այս պատմությունը սովորական դրամա չէ, սա մոր եւ քննիչի դաժան մենամարտ է։ Մեկը պայքարում է ճշմարտությունը թաքցնելու համար, մյուսը այն բացահայտելու, բայց ամենակարևորը սա չէ։ Մենք ցույց կտանք մի բան, որն ավելի սարսափելի է, քան բանտի ճաղերը։ Դա այն բեռն է, որը ստիպում է մարդուն տանջվել ազատության մեջ։ Իսկական բանտը պատեր չունի, այն մեր ներսում է։ Բաժանորդագրվեք հենց հիմա, գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Հարցաքննության սենյակը սառն էր, պատերը մերկ էին, սեղանի շուրջ նստած էին երկուսը, Աշխենը և քննիչ Վարդանյանը։ Քննիչը հանգիստ նայում էր նրան, Աշխենի հայացքը քարեր էր, նա չէր թարթում։ Վարդանյանը խախտեց լռությունը։ Անուն, ազգանուն։ Աշխենի ձայնը հարթ էր, Աշխեն Պետրոսյան։ Քննիչը շարունակեց. տարիք, 55։ Դուք հասկանում եք, թե ինչու եք այստեղ։ Աշխենը գլխով արեց. այո։ Պատմեք, թե ինչ տեղի ունեցավ։ Աշխենը խորը շունչ քաշեց, նրա ձայնը չդողաց։ Ես էի ղեկին, մեքենան իմն էր, ես էի վարում։ Քննիչը հարցրեց. ուր էիք գնում այդ ուշ ժամին։ Աշխենը պատասխան ուներ. դեղատուն, որդիս լավ չէր զգում։ Դուք շատ արագ էիք վարում։ Ես շտապում էի, այո։ Վարդանյանը հարցրեց. և ինչ տեսաք։ Աշխենը խուսափեց նրա հայացքից։ Մթություն էր, ոչինչ չտեսա, հետո հարված զգացի։ Քննիչը չէր շտապում։ Դուք կանգ առաք։ Աշխենի ձայնը մի պահ կոտրվեց։ Ես վախեցա, շատ վախեցա, ես գնացի։ Լռությունը ձգվեց, այն ավելի ծանր էր, քան ցանկացած խոսք։ Վարդանյանը խոսեց. մարդը հիվանդանոցում է, նրա վիճակը ծանր է։ Աշխենը նայեց նրան. ես մեղավոր եմ, ես կկրեմ իմ պատիժը։ Քննիչը թեման փոխեց. ձեր որդին, նրա անունն Արման է, այնպես չէ։ Աշխենի դեմքին ոչինչ չփոխվեց։ Բայց նրա աչքերը մի պահ սառեցին։ Այո, Արման։ Նա հիմա տանն է։ Միայնակ։ Նա մեծ տղա է։ Վարդանյանը առաջ թեքվեց։ Իհարկե, բայց նա հիվանդ էր, դուք դեղատուն էիք գնում։ Աշխենը հաստատեց. այո։ Քննիչը հնչեցրեց վճռորոշ հարցը. իսկ որ դեղատունն էր բաց գիշերվա 3-ին, այդ թաղամասում։ Աշխենը լռեց։ Սա առաջին հարցն էր, որին նա պատրաստ չէր։ Վարդանյանը վեր կացավ. դուք լավ մայր եք, Աշխեն, շատ լավ մայր, բայց վատ ստախոս եք։ Նա դուրս եկավ սենյակից։ Աշխենը մնաց մենակ։ Նա փակեց աչքերը, որքան կարող էր նա դիմանալ։ Մի շաբաթ առաջ Աշխենի տանը հանգիստ էր։ Նա նստած էր հին կարի մեքենայի մոտ։ Նա կարում էր որդու Արմանի վերնաշապիկը։ Արմանը մտավ սենյակ։ Նա անհանգիստ էր։ Մամ, ես գնացի։ Աշխենը նայեց նրան. ուր բալաս, ուշ է արդեն։ Տղաների հետ, շուտ կգամ։ Աշխենը զգում էր, ինչ որ բան այն չէր։ Արման, դու լավ ես, գույնդ տեղը չէ։ Արմանը խուսափեց նրա հայացքից։ Հոգնած եմ ուղակի, գնամ, հա։ Արմանը շտապ դուրս եկավ։ Դռան մոտ նրան սպասում էր Տիգրանը։ Նա հենվել էր թանկարժեք մեքենային։ Տիգրանը ծաղրեց. եկար վերջապես, մայրիկդ թույլ տվեց։ Արմանը չպատասխանեց։ Գնացինք Տիգրան։ Նրանք նստեցին մեքենան։ Այն սնացավ գիշերային քաղաքով։ Հարցաքննության սենյակում Վարդանյանը նորից նստած էր Աշխենի դիմաց։ Նրա ձեռքին լուսանկար կար։ Այս մեքենան ճանաչում եք։ Նա սեղանին դրեց Տիգրանի մեքենայի լուսանկարը։ Այն վթարի հետքերով էր։ Աշխենը չթարթեց։ Ոչ, առաջին անգամ եմ տեսնում։ Քննիչը հանգիստ էր։ Հետաքրքիր է։ Վկաներն ասում են, որ հենց այս մեքենան է եղել։ Աշխենը պնդեց իրենը։ Վկաները սխալվում են, ես իմ մեքենան էի վարում։ Վարդանյանը նոր փաստ ներկայացրեց։ Ձեր մեքենան ձեր ավտոտնակում է, առանց որևէ վնասվածքի։ Աշխենը լռեց։ Նրա սիրտը բախվում էր, բայց դեմքն անթափանց էր։ Աշխեն, դուք խորանում եք, ձեր սուտը ձեզ չի փրկի։ Նա նայեց ուղիղ կնոջ աչքերին։ Ուրիշին էլ չի փրկի։ Որտեղ էր ձեր որդին այդ գիշեր։
Այդ գիշեր Տիգրանի մեքենան սլանում էր, երաժշտությունը բարձր էր, ղեկին Արմանն էր, Տիգրանը քաջալերում էր նրան, ավելի արագ, ինչ ես վախենում, Արմանը տատանվում էր, պետք չէ Տիգրան, դե տուր գազը, ցույց տուր, Թե ինչ կարող ես, Արմանը սեղմեց գազի ոտնակը, մեքենան թռավ առաջ, հանկած մայթից մի մարդ դուրս եկավ, ամեն ինչ տեղի ունեցավ վայրկյանների ընթացքում, հարված, ճիչ, լռություն, Արմանը շշնջաց, ես մարդ եմ խփել, Տիգրանը բղավեց, քշի, արագ քշի այստեղից, Արմանը սառել էր, պետք է կանգնենք, պետք է օգնենք, Տիգրանը կորցրեց համբերությունը, հիմար ես, քշի ասում եմ, ոչ ոք չտեսավ, Արմանը վախից սեղմեց գազը, մեքենան անհետացավ մթության մեջ, ավելի ուշ Արմանը մտավ տուն, նա գունատ էր, նրա ձեռքերը դողում էին, Աշխենը դեռ արթուն էր, Արման, ինչ է պատահել, Արմանը ընկավ աթոռին, նա չէր կարողանում խոսել, Աշխենը մոտեցավ, բալաս, խոսիր ինձ հետ, Արմանը կոտրված ձայնով խոսեց, ման, ես սարսափելի բան եմ արել, նա պատմեց ամեն ինչ, Աշխենը լսում էր, նրա դեմքը քարացել էր, նա չէր լալիս, նա չէր բղավում, երբ Արմանն ավարտեց, Աշխենը գրկեց որդուն, լսիր ինձ ուշադիր, դու տանից դուրս չես գալու, ես ամեն ինչ կկարգավորեմ, նա արդեն որոշում էր կայացրել, բայց կարող էր արդյոք մեկ սուտը փրկել նրանց, Արմանը մենակ էր բնակարանում, նա քայլում էր սենյակից սենյակ, նա ազատ էր, բայց իրեն բանտարկյալ էր զգում, հեռախոսը զանգեց, Տիգրանն էր, լուրերը լսեցի՞ր, մայրդ խոստովանել է, Արմանը պատասխանեց, գիտեմ, Տիգրանը ծիծաղեց, տեսար, ես քեզ ասացի, որ ամեն ինչ լավ կլինի, Արմանը կատաղեց, ազատ, դու դրան ազատություն ես ասում, մայրս իմ փոխարեն բանտում է, Տիգրանը զգուշացրեց, լեզուդ կարճ պահիր, Արմանը անջատեց հեռախոսը, բանտախցում Աշխենը նստած էր մահճակալին, նա հանգիստ էր, նա կատարում էր իր մայրական պարտքը, Վարդանյանը մտավ խուց, ձեր որդին զանգել էր, անհանգստացած էր, Աշխենը լռեց, նա ավելի շատ է տառապում ազատության մեջ, քան դուք այստեղ, Աշխենը սառը նայեց նրան, նա ուժեղ է, նա կդիմանա, Վարդանյանը չհամաձայնեց, ոչ, դուք եք ուժեղ, դուք նրան դարձրել եք թույլ, ձեր սիրով, նա շարունակեց, դուք նրան չեք փրկում Աշխեն, դուք նրան կործանում եք, քննիչը դուրս եկավ, նրա խոսքերը մնացին օդում, Աշխենն առաջին անգամ կասկածեց, արդյոք նա ճիշտ վարվեց, բանտի տեսակցության սենյակում նրանց բաժանում էր ապակի, Արմանը խոսում էր հեռախոսով, Մամ, ինչպես ես, լավ եմ բալաս, դու քեզ նայիր, նիհարել ես, Արմանի ձայնը դողում էր, ես չեմ կարողանում քնել, կանցնի, ամեն ինչ կանցնի, Արմանը թեման փոխեց, այսօր քո ծնունդն է մամ, Աշխենը թույլ ժպտաց, նա մոռացել էր, ես քեզ համար նվեր ունեմ, Աշխենը տագնապով նայեց նրան, նա տեսավ որդու աչքերում մի նոր արտահայտություն, վճռականություն, ես քեզ սիրում եմ մամ, դու ինձ կյանք ես տվել, հիմա ես պետք է իմ կյանքը հետ վերցնեմ, նա դրեց հեռախոսը, նա վեր կացավ, նրա աչքերում արցունքներ էին, բայց նաև թեթևություն, Աշխենը հարվածեց ապակուն, Արման, ոչ, կանգնիր, բայց Արմանն արդեն գնում էր, նա գնում էր խոստովանելու, քննիչի աշխատասենյակում Արմանը նոր էր ավարտել խոստովանությունը, Վարդանյանը հանգիստ էր, ես գիտեի, սկզբից էլ գիտեի, Արմանը զարմացավ, ինչու չասացիք, ես սպասում էի, որ դու ինքդ ասես, իսկ հիմա ինչ կլինի, մորդ ազատ կարձակեն, իսկ դու կկանգնես դատարանի առաջ, Արմանը գլխով արեց, ես պատրաստ եմ, Արմանը սպասում էր Տիգրանին, Տիգրանը դուրս եկավ, ինչ ես անում այստեղ, ես խոստովանել եմ ամեն ինչ, Տիգրանը սառեց, դու հիմար ես, դու մեզ երկուսիս էլ խորտակեցիր, Արմանը պատասխանեց, ես քո անունը չեմ տվել, սա իմ մեղքն է, նա շրջվեց և հեռացավ, բանտի դարպասների մոտ Աշխենը դուրս եկավ, նա ազատ էր, Վարդանյանը սպասում էր նրան, դուք լավ որդի եք մեծացրել Աշխեն, ուղղակի ուշ հասկացաք դա, Աշխենի աչքերից արցունքներ հոսեցին, բայց դրանք հպարտության արցունքներ էին, դատարանի դահլիճում Արմանը ամբաստանյալի աթոռին էր, Աշխենը նստած էր դահլիճում, նրանց հայացքները հանդիպեցին, դատավորը հարցրեց, դուք ընդունում եք ձեր մեղքը, Արմանը հստակ պատասխանեց, այո, ես լիովին ընդունում եմ իմ մեղքը, նա պատմեց ամեն ինչ, նա չփորձեց արդարանալ, նա դիմեց տուժածի ընտանիքին, ես գիտեմ, որ ներում խնդրելը քիչ է,
Ես պատրաստ եմ կրել ցանկացած պատիժ։ Դահլիճում լռություն էր։ Դատավարությունից հետո Աշխենը մոտեցավ տուժացի կնոջը։ Ես շատ եմ ցավում։ Կինը նայեց նրան։ Ձեր որդին կարող էր փախչել, բայց նա ընտրեց ճիշտ ճանապարհը։ Երկու մայրեր հասկանում էին իրար առանց խոսքերի։ Դատավճռի օրն էր։ Լարվածությունը հասել էր գագաթնակետին։ Դատավորը սկսեց խոսել։ Դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալի անկեղծ զղջումը, որոշում է կայացրել։ Դատավորը դադար տվեց։ Արման Պետրոսյանը դատապարտվում է 3 տարվա ազատազրկման։ Դահլիճում շշուկ բարձրացալ։ Սա սպասվածից մեղմ դատավճիռ էր։ Ոստիկանները մոտեցան Արմանին։ Նա նայեց մորը։ Ամեն ինչ լավ կլինի, մամ։ Աշխենը պատասխանեց. Գիտեմ, բալաս, ես քեզ կսպասեմ։ Ճշմարտությունը նրանց ազատեց։ 1 տարի անց բաց ռեժիմի գաղութում Արմանն աշխատում էր արհեստանոցում։ Նա փայտի ծիրեր էր պատրաստում։ Նա փոխվել էր։ Աշխենը եկել էր տեսակցության։ Նրանք նստած էին այգում։ Մամ, ների ինձ։ Աշխենը շոյեց նրա գլուխը։ Ես քեզ վաղուց եմ ներել, բալաս, դու պետք է ինքդ քեզ ներես։ Վարդանյանը մոտեցավ նրանց։ Նա նայեց Աշխենին։ Մայրական սիրտը հզոր բան է։ Գլխավորը ճիշտ ժամանակին հասկանալն է, թե որն է իսկական փրկությունը։ Աշխենը ժպտաց, նա հասկացել էր։ 2 տարի անց գաղութի դարպասների մոտ Արմանը դուրս եկավ։ Նա ազատ էր։ Աշխենը սպասում էր նրան։ Նրանք գրկախառնվեցին։ Վերջ, ամեն ինչ հետևում է։ Աշխենը պատասխանեց. Ոչ, բալաս, ամեն ինչ առջևում է։ Նրանք քայլում էին ճանապարհով։ Արևը շողում էր։ Նրանց սպասում էր նոր կյանք։ Իսկական ազատությունը պատերի բացակայությունը չէ, այն մաքուր խիչն է։ Մի քանի ամիս անց Արմանը փոքրիկ արհեստանոց ուներ։ Նա փայտե խաղալիքներ էր պատրաստում։ Աշխենը թեյ բերեց։ Նա նայում էր որդուն և ժպտում էր։ Նրա աչքերում հանգստություն էր։ Նրանց ապագան պայծառ էր։ Աշխենը և Արմանը քայլում էին լուռ։ Նրանց փոքրիկ բնակարանը մոտ էր։ Արմանը բացեց դուռը։ Ներսում ամեն ինչ նույնն էր, մաքուր, համեստ, բայց օդը ծանր էր։ Անցյալի հիշողությունները լցրել էին սենյակները։ Աշխենը գնաց խոհանոց։ Նա սկսեց թեյ պատրաստել։ Նրա շարժումները սովորական էին, բայց ձեռքերը թեթևակի դողում էին։ Արմանը կանգնած էր հյուրասենյակում։ Նա նայում էր պատին կախված լուսանկարին։ Այնտեղ իր հայրն էր, ժպտացող, երիտասարդ։ Նա մահացել էր տարիներ առաջ։ Հեռախոսը զանգեց։ Արմանը վերցրեց։ Զանգողը Տիգրանն էր։ Նրա ձայնը լսվում էր անհանգիստ։ Արման, լսիր, քննիչները իմ տանն են, նրանք հարցեր են տալիս։ Արմանը լարվեց։ Ինչ հարցեր։ Մեքենայի մասին, այդ գիշերվա մասին, ինչ-որ մեկը խոսել է։ Արմանի սիրտը սկսեց արագ բաբախել։ Ով կարող էր խոսել։ Տիգրանը կտրուկ պատասխանեց. Ես որտեղից իմանամ։ Գուցե դու, կամ մայրդ։ Արմանը զայրացավ։ Մի մեղադրիր մորս, նա ոչինչ չգիտի։ Դե լավ, ուղակի զգուշ եղիր։ Եթե ինձ բռնեն, քեզ էլ հետս կքաշեմ։ Տիգրանը անջատեց։ Արմանը դրեց հեռախոսը։ Նրա դեմքը գունատվել էր։ Աշխենը մտավ սենյակ թեյի բաժակներով։ Նա տեսավ որդու վիճակը։ Ինչ է պատահել։ Արմանը փորձեց ժպտալ։ Ոչինչ, մամ, հին ընկեր էր։ Աշխենը չհավատաց։ Նա նստեց որդու կողքին։ Արման, դու ինձանից բան ես թաքցնում։ Նրա ձայնը մեղմ էր, բայց պահանջկոտ։ Արմանը չդիմացավ։ Նա գլուխը դրեց մոր ծնկներին։ Մամ, ես վախենում եմ։ Հաջորդ օրը դուռը թաքեցին։ Շեմին կանգնած էր քննիչ Վարդանյանը։ Նա մենակ չէր։ Նրա հետ 2 ոստիկան կար։ Վարդանյանը նայեց Արմանին։ Արման Պետրոսյան, դուք ձերբակալված եք։ Արմանը չշարժվեց, նա սպասում էր դրան։ Աշխենը պառաջ անցավ։ Նա կանգնեց որդու և ոստիկանների միջև։ Ինչ իրավունքով, ինչ է նա արել։ Վարդանյանը հանգիստ պատասխանեց. Մենք նոր ապացույցներ ունենք, վրաերթի գործով։ Աշխենի աշխարհը փլվեց։ Նա նայեց որդուն, հետո քննիչին։ Դուք սխալվում եք, ես եմ մեղավոր, ես արդեն խոստովանել եմ։ Վարդանյանը գլուխը թափ տվեց։ Ձեր խոստովանությունը կեղծ էր, Աշխեն, մենք դա գիտենք։ Նա շարունակեց. Մենք գտել ենք վկայի, նա տեսել է, թե ով էր ղեկին։ Աշխենի շունչը կտրվեց։ Ով էր այդ վկան։ Ինչու էր հայտնվել հենց հիմա։ Ոստիկանները ձեռնաշղթաներ դրեցին Արմանի ձեռքերին։ Արմանը նայեց մորը։ Նրա աչքերում ներողություն կար և անելանելիություն։ Աշխենը ուզում էր բղավել, բայց ձայնը չէր լսվում։ Նրանք տարան Արմանին։ Աշխենը մնաց մենակ։ Դուռը բաց էր, իսկ նրա սրտում դատարկություն։ Իրավիճակը փոխվել էր։ Հիմա նա պետք է պայքարեր, ոչ թե ստով, այլ ճշմարտությամբ։
Բայց որտեղից գտնել այդ ճշմարտությունը։ Աշխենը վազեց ոստիկանության բաժանմունք։ Նա պահանջեց տեսնել քննիչ Վարդանյանին։ Նրան ստիպեցին սպասել։ Յուրաքանչյուր րոպեն թվում էր հավերժություն։ Վերջապես Վարդանյանը դուրս եկավ։ Նրա դեմքը անարտահայտիչ էր։ Ինչու եք տարել իմ տղային։ Նա անմեղ է։ Աշխենի ցայնը դողում էր զայրույթից։ Վարդանյանը հանգիստ պատասխանեց. Դա դատարանը կորոշի, ոչ դուք, ոչ էլ ես։ Աշխենը չհանձնվեց, բայց դուք ապացույց չունեք, միայն ինչ-որ վկայի խոսքեր։ Քննիչը նայեց նրան։ Վկան պատրաստ է ցուցմունք տալ դատարանում։ Նա տեսել է ձեր որդուն ղեկին։ Աշխենը հասկացավ, սա փակուղի էր, նա պետք է այլ ճանապարհ գտներ։ Նա գնաց փաստաբանի մոտ։ Փաստաբանը լսեց նրան ուշադիր։ Նա թերթեց գործի նյութերը։ Հետո գլուխը թափ տվեց։ Իրավիճակը բարդ է, վկայի ցուցմունքը շատ ուժեղ ապացույց է։ Աշխենը հարցրեց. իսկ ինչ կարելի է անել։ Փաստաբանը խորհուրդ տվեց. մենք պետք է գտնենք այդ վկային եւ հասկանանք, թե ինչու է նա ստում։ Աշխենը համաձայնեց, սա նրա միակ հույսն էր։ Աշխենը սկսեց իր սեփական հետաքննությունը։ Նա գնաց դեպքի վայր, նա խոսեց մարդկանց հետ։ Ոչ ոք ոչինչ չէր տեսել կամ չէր ուզում տեսնել։ Օրերը անցնում էին, հույսը մարում էր։ Մի օր նա նկատեց մի բան։ Մոտակա շենքի պատին տեսախցիկ կար։ Այն ուղղված էր դեպի ճանապարհը։ Աշխենի սիրտը բաբախեց։ Գուցե տեսախցիկը ինչ-որ բան նկարահանել էր։ Նա գտավ շենքի կառավարչին։ Կառավարիչը ծեր դժգոհ մարդ էր։ Նա չէր ուզում օգնել։ Տեսագրությունները մեկ շաբաթ հետո ջնջվում են, ոչինչ չի մնացել։ Աշխենի համար սա հարված էր, նա ուշացել էր։ Հուսահատված նա զանգեց Տիգրանին։ Նա խնդրեց հանդիպել։ Տիգրանը սկզբում հրաժարվեց, բայց Աշխենը համառ էր։ Նրանք հանդիպեցին մի սրճարանում։ Տիգրան, դու գիտես, որ Արմանը մեղավոր չէ։ Տիգրանը նայեց շուրջը։ Ես ոչինչ չգիտեմ, ես այնտեղ չեմ եղել։ Աշխենը նայեց նրա աչքերին։ Դու վախենում ես, բայց Արմանը քո ընկերն է։ Տիգրանի դեմքը քարացավ։ Նա այլևս իմ ընկերը չէ։ Նա վեր կացավ։ Ինձ այլևս մի անհանգստացրեք։ Նա հեռացավ։ Աշխենը մնաց մենակ։ Բոլոր դռները փակվում էին նրա առաջ։ Երեկոյան նա վերադարձավ տուն։ Դռան տակ ծրար կար։ Ներսում լուսանկար էր։ Լուսանկարում Տիգրանն էր։ Նա խոսում էր մի անծանոթ տղամարդու հետ։ Լուսանկարի հակառակ կողմում գրված էր մեկ բառ՝ վկան։ Աշխենը սառեց։ Ո՞վ էր ուղարկել այս լուսանկարը եւ ինչ էր դա նշանակում։ Աշխենը վերցրեց լուսանկարը։ Նրա ձեռքերը դողում էին։ Նա պետք է իմանար, թե ով է այդ անծանոթը։ Նա ցույց տվեց լուսանկարը փաստաբանին։ Փաստաբանը ճանաչեց նրան։ Սա Սարգիսն է, նա աշխատում է Տիգրանի հոր մոտ։ Աշխենը հասկացավ, ամեն ինչ կապված էր։ Տիգրանի հայրը հարուստ եւ ազդեցիկ մարդ էր։ Նա ամեն ինչ կաներ իր որդուն պաշտպանելու համար։ Նա էր գտել սուտ վկային։ Նա էր կանգնած այս ամենի հետևում։ Աշխենը գնաց Սարգսի տուն։ Նա ուզում էր խոսել նրա հետ։ Նրան դուռը բացեց մի կին։ Նրա աչքերը կարմիր էին լացից։ Սարգիսը տանը չէ։ Աշխենը հարցրեց. իսկ երբ կլինի։ Կինը սկսեց լաց լինել։ Նա այլևս չի լինի։ Նրան գտել են մեքենայի մեջ, մահացած։ Աշխենը քարացավ։ Վկան մահացել էր։ Սա պատահականություն չէր։ Ինչ որ մեկը փակում էր իր հետքերը։ Իրավիճակը դառնում էր վտանգավոր։ Նա զանգեց քննիչ Վարդանյանին։ Նա պատմեց ամեն ինչ՝ լուսանկարի մասին, Սարգսի մահվան մասին։ Վարդանյանը լսեց նրան լուռ։ Աշխեն, մի խառնվեք այս գործին, դա ձեզ համար չէ։ Աշխենը բղավեց. իսկ ինչ անեմ, նստեմ եւ սպասեմ, թե երբ իմ որդուն կդատապարտեն։ Վարդանյանի ձայնը խստացավ. ես զբաղվում եմ այս գործով, դուք միայն խանգարում եք։ Նա անջատեց հեռախոսը։ Աշխենը հասկացավ. նա մենակ էր այս պայքարում, ոստիկանությունը նրան չէր օգնի։ Նույն երեկոյան նրա տան դուռը թաքեցին։ Շեմին երկու անծանոթ տղամարդ էին, նրանց դեմքերը սպառնալից էին։ Դու Աշխենն ես։ Աշխենը գլխով արեց։ Քեզ զգուշացնում ենք, մի փորփրիր այս գործը, մոռացիր վկայի մասին, հակառակ դեպքում քո որդին բանտից կենթանի դուրս չի գա։ Նրանք հեռացան։ Աշխենը հենվեց պատին։ Նա վախենում էր, ոչ թե իր, այլ Արմանի համար։ Նա գիտակցեց խնդրի իրական մասշտաբները։ Սա այլևս սովորական վրաերթի գործ չէր։ Սա պայքար էր հզոր եւ անողոք մարդկանց դեմ։ Նա նստեց սեղանի մոտ։ Նա պետք է որոշում կայացներ, հանձնվել եւ փրկել որդու կյանքը, թե շարունակել պայքարը եւ վտանգի ենթարկել նրան։ Հեռախոսը զանգեց, բանտից էին։
Արմանի հետ ինչ-որ բան էր պատահել, նրան ծեծել էին խցում, նա հիվանդանոցում էր։ Աշխենի սիրտը կանգ առավ, սպառնալիքները սկսել էին իրականանալ, իսկ սա դեռ միայն սկիզբն էր։ Աշխենը վազեց հիվանդանոց, նրա սիրտը կծկվում էր վախից։ Նա գտավ Արմանի հիվանդասենյակը, ներսում մութ էր, Արմանը պառկած էր մահճակալին, նրա դեմքին կապտուկներ կային, բայց նա քնած չէր, նա նայում էր առաստաղին։ Արման, բալաս, ինչպե՞ս ես։ Աշխենը մոտեցավ, Արմանը չշարժվեց, նրա ձայնը հազիվ էր լսվում։ Մամ, ես պետք է քեզ մի բան ասեմ։ Աշխենը նստեց նրա կողքին, խոսիր բալաս, ես լսում եմ։ Արմանը խորը շունչ քաշեց։ Այդ գիշեր, վրաերթի գիշերը, ես ղեկին չէի։ Աշխենը սառեց։ Ինչ, բայց դու ասացիր։ Արմանը ընդհատեց նրան։ Ես ստեցի, ղեկին Տիգրանն էր։ Աշխարհը կանգ առավ Աշխենի համար։ Ամեն ինչ շրջվեց, նրա զոհաբերությունը, նրա պայքարը, ամեն ինչ հիմնված էր ստի վրա, բայց ինչու Արման, ինչու դու մեղքը վերցրիր քեզ վրա։ Արմանի աչքերից արցունքներ հոսեցին։ Տիգրանի հայրը ինձ գումար խոստացավ, շատ մեծ գումար, ասաց, որ քեզ համար լավ կյանք կապահովեմ։ Ես համաձայնեցի, ես հիմար էի, մամ, ես մտածում էի, որ քեզ եմ օգնում։ Աշխենը չէր կարողանում խոսել, ցավը սուր դանակի պես խոցեց նրա սիրտը, նրա սեփական որդին դավաճանել էր նրան, ոչ թե սիրուց, այլ փողի համար։ Նա նայեց Արմանին, բայց այլևս չէր տեսնում իր տղային, նա տեսնում էր մի անծանոթի։ Հիվանդասենյակի դուռը բացվեց, ներս մտավ քննիչ Վարդանյանը, նա նայեց Աշխենին, հետո Արմանին։ Ես լսեցի ձեր խոսակցությունը, նրա ձայնը հանգիստ էր, բայց այդ հանգստության տակ փոթորիկ կար։ Այսինքն, դուք երկուստ էլ ինձ ստել եք, սկզբից մինչև վերջ։ Աշխենը գլուխը բարձրացրեց, նրա աչքերում այլևս վախ չկար, միայն սառը վճռականություն։ Այո, մենք ստեցինք, բայց հիմա դուք գիտեք ճշմարտությունը։ Վարդանյանը մոտեցավ Արմանի մահճակալին։ Ճշմարտությունը, Արման, թանկ բան է, եւ դու դրա համար պետք է վճարես, ոչ միայն դու, այլև Տիգրանը եւ նրա հայրը։ Նա շրջվեց դեպի Աշխենին։ Իսկ դուք, Աշխեն, ձեր մայրական սերը ձեզ կուրացրել էր։ Դուք պատրաստ էիք բանտ նստել ստի համար, հիմա պատրաստ եք պայքարել ճշմարտության համար։ Աշխենը վեր կացավ, նա ուղեց մեջքը, նա այլևս զոհ չէր, նա մարտիկ էր։ Ես պատրաստ եմ։ Այդ պահին ամեն ինչ փոխվեց, խաղի կանոնները փոխվեցին, թշնամիները փոխվեցին, եւ Աշխեն ինքը փոխվեց, նա այլևս չէր պաշտպանում իր որդուն։ Նա պատրաստվում էր հարձակվել։ Վարդանյանը հեռացավ։ Աշխենը եւ Արմանը մնացին մենակ։ Լռությունը ծանր էր, այն լի էր չասված խոսքերով, դավաճանությամբ եւ ցավով։ Աշխենը նայեց որդուն։ Նա այլևս չէր զգում զայրույթ, միայն դատարկություն։ Ինչու չասացիր ճշմարտությունը, Արման։ Նրա ձայնը հանգիստ էր, չափազանց հանգիստ։ Արմանը չէր կարողանում նայել նրա աչքերին։ Ես վախեցա, մամ, ես թույլ էի։ Աշխենը վեր կացավ։ Դու թույլ չէիր, դու ագահ էիր, դու վաճառեցիր քո խիղճը եւ իմ սերը։ Նա շարժվեց դեպի դուռը։ Արմանը կանչեց նրան. Մամ, ներիր ինձ։ Աշխենը կանգ առավ, բայց չշրջվեց։ Ներելը հեշտ է, Արման, հավատալն է դժվար։ Նա դուրս եկավ։ Քրնիչ Վարդանյանը սպասում էր նրան միջանցքում։ Նա Աշխենին թղթապանակ մեկնեց։ Այստեղ Տիգրանի հոր Կարեն Մելիքյանի մասին տեղեկություններ են։ Նա մաքուր չէ, սա կարող է օգնել։ Աշխենը վերցրեց թղթապանակը։ Ինչու եք ինձ օգնում։ Վարդանյանը նայեց նրան։ Ես չեմ օգնում ձեզ, ես օգնում եմ արդարությանը։ Մելիքյանը վաղուց է իմ տեսադաշտում, սա նրան բռնելու հնարավորություն է։ Նրանց միջև նոր դաշինք էր ձևավորվում, անսպասելի, բայց ամուր։ Աշխենը վերադարձավ տուն, նա բացեց թղթապանակը, ներսում փաստաթղթեր էին, հոդվածներ, լուսանկարներ։ Կարեն Մելիքյանը կապված էր բազմաթիվ կեղտոտ գործերի հետ, շինսու սնանկացումներ, շորթում։ Աշխենը հասկացավ, նա գործ ուներ հրեշի հետ, նրա գործողությունների ծրագիրը սկսեց ձևավորվել, նա այլևս չէր պաշտպանվելու, նա հարձակվելու էր, նա պետք է գտնել Մելիքյանի թույլ կողմը, նա պետք է ստիպեր նրան սխալվել։ Հաջորդ օրը նա գնաց Տիգրանի տուն, նա գիտեր, որ Տիգրանը տանը կլինի, նա վախկոտ էր, նա կթաքնվեր։ Դուռը բացեց Տիգրանի մայրը, հպարտ, սառը կին։ Ինչ եք ուզում։ Աշխենը ուղիղ նայեց նրա աչքերին։ Ես եկել եմ խոսելու ձեր որդու հետ, վրաերթի մասին, եւ այն ստի մասին, որը կործանում է մեր երեխաներին։ Կնոջ դեմքը փոխվեց, նա գիտեր, նա ամեն ինչ գիտեր։
Այդ պահին սենյակից դուրս եկավ Կարեն Մելիքյանը։ Նա հանգիստ էր, բայց նրա աչքերը սառույցի պես սառն էին։ Կարծում եմ դուք պետք է գնաք։ Աշխենը չշարժվեց։ Ես չեմ գնա, մինչև արդարությունը չհաղթի։ Մելիքյանը ծիծաղեց, սառը տհաճ ծիծաղ։ Արդարություն։ Այս աշխարհում արդարությունը պատկանում է նրան, ով ուժեղ է, իսկ դուք, տիկին, շատ թույլ եք։ Աշխենը ժպտաց. մի թերագնահատեք մորը, որը կորցնելու ոչինչ չունի։ Նա շրջվեց և հեռացավ։ Պատերազմը հայտարարված էր։ Աշխենը գիտեր, պետք է գործել արագ։ Նա զանգեց միակ լրագրողին, ում վստահում էր։ Լրագրողը հին ընկեր էր, նա մասնագիտացած էր կոռուպցիոն գործերով։ Աշխենը նրան տվեց Մելիքյանի մասին թղթապանակը։ Սա ռումբ է, օգտագործիր սա։ Լրագրողը զարմացավ. Աշխեն, սա շատ վտանգավոր է, Մելիքյանը քեզ չի ների։ Աշխենի հայացքը պողպատե էր. ես վախենալու ոչինչ չունեմ։ Հաջորդ օրը հոդվածը պայթեց, այն տարածվեց բոլոր լրատվամիջոցներով։ Կարեն Մելիքյանի անունը կապվում էր տասնյակ հանցագործությունների հետ։ Հասարակական կարծիքը նրա դեմ էր։ Մելիքյանը կանչեց Աշխենին իր գրասենյակ։ Գրասենյակը շքեղ էր, բայց օդում լարվածություն կար։ Մելիքյանը նստած էր սեղանի մոտ, նա հանգիստ էր, չափազանց հանգիստ։ Դուք շատ համարձակ կին եք, կամ շատ հիմար։ Աշխենը չպատասխանեց։ Դուք կարծում եք, որ մի հոդվածով կարող եք ինձ կործանել։ Ես ոչինչ չեմ կարծում, ես պայքարում եմ իմ որդու համար։ Մելիքյանը վեր կացավ, նա մոտեցավ պատուհանին։ Ձեր որդին բանտում է, և նա այնտեղ կմնա երկար, իսկ դուք կարող եք միանալ նրան կեղծ մատնության համար։ Սա սպառնալիք էր, բացահայտ և դաժան։ Աշխենը չվախեցավ։ Դուք ունեք փող և իշխանություն, բայց ես ունեմ մի բան, որ դուք չունեք՝ ճշմարտությունը։ Նա շարունակեց. և ես ունեմ ձայնագրություն, որտեղ ձեր որդին խոստովանում է ամեն ինչ։ Մելիքյանի դեմքը մի պահ փոխվեց։ Սա սուտ էր, Աշխենը ձայնագրություն չուներ, բայց նա պետք է Մելիքյանին ստիպեր նյարդայնանալ, սխալվել։ Մելիքյանը վերականգնեց ինքնատիրապետումը. դուք ոչինչ չունեք, դուք խաղում եք կրակի հետ։ Գուցե, բայց ես պատրաստ եմ այրվել, իսկ դուք։ Այդ պահին գրասենյակ մտավ քննիչ Վարդանյանը, նրա հետ ոստիկաններ էին։ Կարեն Մելիքյան, դուք ձերբակալված եք շորթման և արդարադատությանը խոչընդոտելու կասկածանքով։ Մելիքյանը նայեց Վարդանյանին, հետո Աշխենին։ Նրա աչքերում ատելություն կար։ Սա դեռ վերջը չէ։ Ոստիկանները նրան տարան։ Աշխենը և Վարդանյանը մնացին մենակ։ Սա խիզախ քայլ էր, Աշխեն, ձայնագրության մասին սուտը։ Աշխենը հոգնած ժպտաց։ Երբեմն սուտը կարող է ծառայել ճշմարտությանը։ Բայց նրանք երկուսն էլ գիտեին, Մելիքյանի ձերբակալությունը միայն սկիզբն էր, իսկական պայքարը դեռ առջևում էր։ Մելիքյանի նման մարդիկ հեշտությամբ չեն հանձնվում, նրանք պատրաստվում էին վերջնական բախմանը։ Դատավարությունը սկսվեց։ Այն ամենաաղմկահարույցն էր վերջին տարիներին։ Աշխենը գլխավոր վկան էր։ Նա կանգնած էր ամբիոնի մոտ։ Նրա ձայնը հստակ էր և վստահ։ Նա պատմեց ամեն ինչ՝ ստի մասին, շանտաժի մասին և այն մասին, թե ինչպես Կարեն Մելիքյանը փորձեց կործանել իրենց կյանքը։ Մելիքյանի փաստաբանները փորձեցին կոտրել նրան։ Նրանք մեղադրեցին նրան ստախոսության մեջ, բայց Աշխենը անսասան էր, նրա ուժը ճշմարտության մեջ էր։ Գագաթնակետը Տիգրանի ցուցմունքն էր։ Նա կանգնած էր դատարանի առաջ, գունատ և վախեցած։ Նա նայեց հորը, հետո Աշխենին։ Բոլորը սպասում էին։ Ինչ կասեր նա։ Տիգրանը սկսեց խոսել. Այդ գիշեր, ղեկին ես էի։ Դահլիճում շշուկ բարձրացավ։ Հայրս ստիպեց ինձ լռել։ Նա ամեն ինչ կազմակերպեց։ Նա սպառնաց Արմանին։ Ես վախեցա։ Նա սկսեց լաց լինել։ Սա խոստովանություն էր։ Եվ վերջ։ Կարեն Մելիքյանին դատապարտեցին 10 տարվա ազատազրկման։ Տիգրանը ստացավ պայմանական պատիժ։ Արմանին ազատ արձակեցին դատարանի դահլիճից։ Արդարությունը հաղթեց։ Դատարանի շենքի մոտ Աշխենը սպասում էր։ Արմանը դուրս եկավ։ Նրանց հայացքները հանդիպեցին։ Արմանը մոտեցավ։ Մամ, նա չգիտեր ինչ ասել։ Աշխենը գրկեց նրան։ Ուժեղ, լուռ։ Սա ներման գրքախառնություն էր և նոր սկզբի։ Նրանց կողքով անցավ քննիչ Վարդանյանը։ Նա գլխով արած. Դուք ուժեղ կին եք, Աշխեն։ Ձեր սերն ավելի ուժեղ գտնվեց, քան ցանկացած սուտ։ Անցավ 1 տարի։ Աշխենի կյանքը հանգիստ էր։ Արմանը աշխատում էր նրա հետ։ Նրանք փոքրիկ կարի արհեստանոց ունեին։ Նրանց հարաբերությունները դանդաղ վերականգնվում էին։ Վստահությունը վերադառնում էր։
Այս պատմությունը մոր անսահման սիրո մասին էր, բայց այն նաև ճշմարտության ուժի մասին էր։ Այն ցույց տվեց, որ փոլն ու իշխանությունը անզոր են, երբ մարդը պայքարում է արդարության համար։ Իսկական փրկությունը ոչ թե պատժից խուսափելն է, այլ սեփական սխալներն ընդունելը եւ դրանց համար պատասխան տալը։ Իսկ դուք ինչ եք կարծում, արդյոք Արմանը արժանի էր ներման։ Գրեք ձեր կարծիքը